Այսօր տեղեկություն տարածվեց, որ երեք նոր Նորքի թաղապետարանում մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկված ընդդիմադիր բլոգեր ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության մեղադրանքով։ Թեմայի վերաբերյալ ես զրուցել եմ այսօր Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Բարձր պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Պարոն Սուրենյանց, ըստ ձեզ երեկվա տեղի ունեցածը ինչ էր, եթե հաշվի առնենք, որ ծեծողների մեջ էր նաև նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը, որին ինչպես դուք երեք անդրադարձել էիք, նշելով, որ եղել եք ժամանակին Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ եւ լավ ճանաչում եք նրան։ Նախ ընդհանրապես նման կրթական եւ քաղաքական ցենզ ունեցող մարդիկ պաշտոնի չպիտի նշանակվեն, այն էլ նման պատասխանատու, որտեվ ակնհայտորեն իշխանության կադրային բանկի նշաձողի անկման մասին է խոսում նման նշանակումը։ Տիգրան Տեր-Մարգարյանը ուղղակի չունի համապատասխան որակներ այդ պաշտոնը զբաղեցնելու համար եւ երեկվա տեղի ունեցածը լրացուցիչ անգամ դրա ապացույցն էր, որովհետեւ իշխանության ներկայացուցիչը պարտավոր է ունենալ զսպվածություն, ինքնատիրապետում, մի շարք այլ հատկանիշներ, որպեսզի նման կարգով, ձևով ամբողջովին խուժանի չնմանվի։ Արտարոց դեպք է տեղի ունեցել երեք թաղապետարանում, որտեղ ըստ էության պետական հիմնարկում այդ հիմնարկի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ եւ մասնակցությամբ խմբակային ծեծի են ենթարկել մի մարդու, որը համարձակվել է քննադատական խոսք հնչեցնել կամ քննադատել սուր քնան, այո, ինչ-որ բացահայտումներ է արել։ Եվ թողենք Արթուր Չախոյանի վառամթերքը կամ քննադատության ոճը ում է դուր գալի, ում դուր չի գալի, դա ճաշակի հարց է եւ այստեղ ես չեմ ուզում շատ խորանալ, մանավանդ Արթուր Չախոյանը իմ հարկերի հաշվին իր գործունեությունը չի ծավալում։ Իշխանության ներկայացուցիչ չի։ Իհարկե ես մի քիչ այլ ոճի բլոգերություն կամ հետաքնող լրագրություն եմ պատկերացնում, քան Արթուրը ունի, բայց կրկնում եմ, սա հիմա չեմ էլ ուզում քննարկման առարկա դարձնել, որպեսզի չհամահարթեսնեմ, այո, որպեսզի չհամահարթեսնեմ նրանց բացահայտ խուլիգանական արարքները, փողոցային խուժանի բնորոշ եւ Արթուրի խոսքը։ Ըստ էության քննչական նախաքննության մարմինը հենց այդ էլ արել է, փորձել է արհեստական համահարթեցում անել, մեղադրանք առաջադրվել եւ Արթուր Չախոյանին եւ 4 մարդու, որոնց մեջ է կարծես թե Տիգրան Տեր-Մարգարյանը, տարբեր հոդվածներով փորձում են համահարթեցնել, փորձում են տպավորություն ստեղծել, որ երկու կողմերի չհասկացվածության կամ փոխադարձ անտագոնիզմի հետևանքով առաջացած միջադեպ է, որը ծաղր է արդարադատության նկատմամբ։ Ընդհանրապես ծաղր է բոլորիս նկատմամբ, որ Տիգրան Տեր-Մարգարյանը մինչև այս պահ շարունակում է պաշտոնավարել, որովհետև որպես բանական հասարակություն մենք երեկվանից երկու բան պիտի պահանջենք. նախ պաշտոնանկ անել Տիգրան Տեր-Մարգարյանին եւ երկրորդը հստակ քրեաիրավական գնահատական տալ ուրեմն նրա արարքների։ Մի շարք մարդկանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածը, որով մեղադրանք է կարծես թե առաջադրել նաև Տիգրան Տեր-Մարգարյանին, կարծում եմ ես իրավաբան չեմ, բայց վստահ եմ, որ սա շատ թույլ հատկանիշ է երեկվա միջադեպը բնորոշելու համար։ Իրենք փորձում են համահարթեցնելով Արթուրի եւ նրանց ծեծողների արարքները, որ ծածկադպոց անել, նույնիսկ չի բարձրացնում Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնանկության հարցը, որը արդեն շատ տխուր հետևությունների տեղի կարող է տալ։ Պարոն Սուրենյանց, դուք իրավացիորեն նշում եք, որ ռեժիմը փորձում է համահարթեցնել մասնակիցներին եւ երեք նկատելի էր, որ այդ համահարթեցումը, այսպես ասած, փորձ է արում նաեւ իրականացնել
ոչ միայն քննչական կոմիտեի ձեռքով, հա, այլ իշխող ուժի քարոզչական գործիքների տեսքով։ Եվ նրանց քարոզչության մեջ կարմիր թելով տարածվում է այն, որ փոխադարձ հայոյախառն մեկնաբանություններ են հնչել կողմերի միջև, որը որ հանգեցրել է այսպիսի իրավիճակի, բայց անգամ այդ պարագայում հստակորեն պետք է փաստել, որ հեռախոսային խոսակցության ընթացքում ինչի սկսվեց, հա, այս ամենը սրվեց իրավիճակը հեռախոսային խոսակցությունից սկսած, երբ որ Տիգրան Տեր-Մարգարյանը բացահայտ հայհոյանք հնչեցրեց։ Եվ Արթուր Չախոյանը 3-4 օրը հենց լրատվամիջոցներին այդ խոսակցության բովանդակությունը ձայնագրության տեսքով ներկայացրեց։ Այսինքն եկեք իրերը ավելի իրենց անունով կոչենք, ուրեմն քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետություն կուսակցությունը 3 հայտարարություններ էին հեղինակել, նրանց փոխարեն ես գետինն էի մտնում, որովհետեւ փոխանակ դատապարտային տեղի ունեցած մի հատ փորձում էին Տիգրան Տեր-Մարգարյանի արարքը արդարացնել ըստ էության, հետևանք համարել բլոգերի շոր խոսքի, արածի շոր բողոքի ակցիայի եւ այլն եւ այլն։ Նախ հանրապետություն կուսակցության ներկայացուցիչների փաստարկները Տիգրան Մարգարյանի տղա լինելու մասին կներեք այդ շատ տխուր պատկեր կարող է առաջանալ, բոլորս գիտենք Բաքում մի խումբ մարկանցով մեկի վրա հարձակվելու անունը ինչ է, հա, ոչ նորմատիվ, այն բառը այս հիմա չեմ ուզում եթերում ընչեցնել, տղայականության արժանապատվության թասիբի հետ ընդհանրապես կապ չունի իրենց արածը, սա մեկ, երկրորդը սա ասում է մի հատ կուսակցության ներկայացուցիչ, տղայականության արդարացումը բերում է մի հատ կուսակցության ներկայացուցիչ, որը Եվրոպա մեկ հակումներ ունի։ Այսինքն պատկերացնում եք երեք այդ մարդիկ ինչքան վարկաբեկեցին եվրոպական արժեքները, ինչ կարգի անարգեցին արևմտյան արժե համակարգը, որտեղ եթե խեղճ հասարակությունը Տիգրան Տեր-Մարգարյանի Խուժանի բնորոշ վարկագծով ընկալի եվրոպականությունը կամ արևմտականությունը մենք շատ տխուր տեղ կհասնենք։ Հիմա թող իրանք կողնորոշվեն, իրենք Հայաստանը դեպի Եվրոպա տանող կուսակցություն են, թե իրենք կուսակցություն են, որ պանյացներով է առաջնորդվում, սա մեկ։ Երկրորդը նույնքան ծիծաղելի էր, երբ որ փորձում էին այս տեղի ունեցած ակնհայտ խուժանության հետևում շոր աշխարհաքաղաքական ենթատեքստեր փնտրել։ Բացահայտ ասում են, որ 5-րդ շարասյունն է ռուսների։ Ինչ կապ ունի ստեղ աշխարհաքաղաքականությունը։ Սովորական խուժանություն, հա։ Լակոտություն, շատ լավ էր Լևոն Զուրաբյանը գրել։ Բուչայի գյադա։ Բարձա չէ որ բառի հետ էր նմանացել։ Քուչի գյադու վարկագիծ են դրսևորում, հետո դա փորձում են կապել Բուչայցի հետ։ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչներին երեկոյան լսելուց մոտս այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ մասիվի թաղապետարանի իրադարձությունների հետևում կանգնած է Պուտինը։ Հասկանում եք, հաստատել պետք է մի քիչ տրամաբանության շրջանակներում լինի։ Վերջը բանականությունը չի կարելի այդքան սպանել։ Արամ Սարգսյանը այսօր բառացի դա էր ասում։ Ըստ էության։ Պաշտոնը այնքան քաղցր է այդ մարդկանց համար։ Իրանք սովորական խուժան են, որ թաքնվում են հայրենիքի գող Նիկոլ Փաշինյանի գրպաններում։ Հասկանում եք, հիմա պետք չի հասարակության ականջներին լապշա կախել, ինչ-որ լոլոներ կարդալ, ինքնիշխանության մասին, չգիտեմ ինչի մասին, լավ հերիքը ամոթ է։ Մի քիչ արժանապատվություն ունենա, ես ուզում եմ հիշեցնեմ, նախկինում դեպքեր են եղել։ Հիշում եք մի միջադեպի պատճառով Գագիկ Բեգլարյան արժանապատվություն ունեցավ, հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Հիշում եք, որ պատգամավորակ Այո,
Ռուբեն Հայրապետյանը թեև ընդհանրապես կապ չեր ունեցել այդ միջադեպի հետ, բայց հարսնակարի հայտնի միջադեպից հետո մանդատը պատգամավորական վայր դրեց։ Հիմա ես ուզում եմ հարց տամ, նախա հեղափոխական Հայաստանի քաղաքական մշակույթներ ավելի ընկալելի ընդունելի, թե այսօրվա այս խուժանությունը, որի անունը դրել են կամ այդ խուժանությունը ցինիզմով փորձում են արդարացնել գեղեցիկ բառերով կամ այդ բառերի քողի տակ, ինքնիշխանության քողի տակ, արևմտականության քողի տակ, հակառուսականության քողի տակ։ Մեր հասարակությունը այդքան պրիմիտիվ չի, ի վերջո սա հասարակությունն է, որ 80-ի շարժումը կերտել, սա հասարակությունն է, որ առաջին Արցախյան պատերազմը հաղթել, սա հասարակությունն է, որ պետականությունն է ստեղծել, չի կարելի մեր հասարակությանը այդքան թերագնահատել եւ նման ձևով ծաղրել։ Պահանջը մնում է ուշի մեջ, քանի Տիգրան Տեր-Մարգարյանը պաշտոնանկ չի արվել, ես համարելու եմ, որ իշխանությունը քաղաքական գնահատական տեղի ունեցածին չի տվել, ավելին համարելու եմ, որ եթե անպատիժ պաշտոնյա է մնում, կարող եմ ես սրանից եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը, նրա պսևդոարևմտամետ սատելիտները իրենց իշխանությունը պահպանելու համար պատրաստ են անգամ քաղաքացիական բախումներ հրահարել, որտեղ եթե հասարակությունը տեսնում է, որ մի պաշտոնյա խուժանություն է արել, հետո անվրդով շարունակում է պաշտոնավարել, որոշելու են իրենց ինքնապաշտպանության հարցը կամ իրենց իրավունքների պաշտպանության հարցը այս ձևով լուծել։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարևոր մեկնաբանության համար։ Թեմայի շուրջ ես զրուցեցի Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Կհանդիպենք։